Հետաքրքիր սննդային խտանյութ եմ ձեռք բերել, որով ուզում եմ ձեզ հետ կիսվեմ եւ բնականաբար մենք այն կարող ենք միասին պատրաստել։ Ահա, այս դրա մասին է խոսքը, Faberlic ֆիրմայից եմ ձեռք բերել, ինչ է սա, սննդային խտանյութ սնունդ միկրոբիոտի համար, արտիկում է 15985, ահա, այս հետաքրքիր միջոցն է հիմա ինֆորմացիա տրամադրում, որ հասկանաք ինչպես այն կարող ենք օգտագործել։ Ուրեմն, այս սնունդ միկրոբիոտի համար ստեղծված է աղիների առողջության եւ օրգանիզմի ներքին ներդաշնակության համալիրի աջակցման համար, վերականգնում է միկրոֆլորայի հավասարակշռությունը, բարելավում է սննդանյութերի կլանումը եւ մեծացնում է օրգանիզմի ընդհանուր ռեսուրսը, նայեք ինչքան կարեւոր ֆունկցիա է կատարում, 100% բնական բաղադրություն առանց հավելումների եւ կոնսերվանտների, միկրոբիոտին եւ աղիների առողջություն աջակցելու բնական բանաձև նպաստում է օրգանիզմի բնական մաքրմանը եւ մեղմար սողությանը, շատ կարեւոր է, նպաստում է օրգանիզմի ուրեմն վերականգնմանը, միկրոֆլորայի հավասարակշռությանը եւ ստամոքսաղիքային համակարգի հարմարավետությանը, բնական սննդային մանրամասերը ուրեմն գործում են սիներգիկ կերպով, խնամքով կարգավորում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը, խթանում են օգտակար բակտերիաների աճը եւ օպտիմալ պայմաններ ստեղծում բնականաբար բնական թունազետման համար, փաթեթում պարունակում է 30 չափաբաժին, սա միասին փորձելու պսիլիումը, եզան լեզվի սերմերի կեղևը 95% մաքրման, լուծվող սննդային մանրաթելերի բնական աղբյուր է, նպաստում է աղիների մեղմաքրմանը, բարելավում է շարժունակությանը եւ նորմալ ուրեմն արտաթողանքի ձևավորմանը, այն ստեղծում է հագեցվածության զգացում նաև, նվազեցնում է ստամոքսաղիքային համակարգի ծանրաբեռնվածություն եւ աջակցում մարմնի թունազերծման գործընթացներին։ Ինուլինը բնական ուրեմն պրեբիոտիկ է, որը ծառայում է որպես սննդարար միջավայր աղիների օգտակար բակտերիաների համար, աջակցում է ուրեմն բիֆիդո եւ լակտոբակտերիաների աճին, բարելավում է մարսողությունը եւ օգնում է վերականգնել միկրոբիոմը սթրեսից եւ ոչ ռացիոնալ սնուցումից հետո խնձորի պեկտինը, որը նույնպես իր մեջ պարունակում է, բուսական ծագման փափուկ կլանիչ է, կապում եւ հեռացնում է նյութափոխանակության արգաստիքները, նորմալացնում է միկրոֆլորան, օգնում է վերականգնել աղիքային լորձաթաղանթը եւ նվազեցնել ուրեմն խմորման գործընթացները։ Իսկ իրավման եղանակը շատ հեշտ է, մեկ թեյ գդալը արտադրանքը առանց ուրեմն այդ գագաթի հատվածի լուծում ենք 100-ից 150 մլ տաք ջրի մեջ, պատրաստի արտադրանքի մեջ հնարավոր է նստված օգտագործել կարաշ խնամքով խառնել։ Հիմա եկեք այն բացենք եւ միասին փորձարկենք։ Հետաքրքիր, ահա։ Ես արդեն այսպես տաք ջուր վերցրել եմ, մոտ 150 մլ կլինի սա։ Եվ եթե նշվում է ոչ շատ, հա, թեյ գտալ, այո, մեկ թեյ գտալ, այսպես կարծում եմ լավ է։ Այսպես, ահա, փորձենք, այսպես տաք ջրի մեջ ինքը լավ կլուծվի, հետաքրքիր, այսպեսին կդառնա, հիմա տակեք, թողնենք մի փոքր սառչի, ես նմանատիպ արտադրանք էլի Faberlic ֆիրմայից օգտագործել էի, սա նորություն է եւ ինչ շատ է գալի, շատ հետաքրքիր է, ինքը այսպես հետաքրքիր, ավելի մի փոքր անց ավելի լավ կլուծվի, թողնեմ լուծվի, օգտագործեմ, իսկ դուք չեք մոռանում բաժանորդել լինքին եւ տարածել վիդեոն, որպեսզի ձեզ համար հետաքրքիր եւ օգտակար վիդեոներ գտնեք ու չկորցնեք իմիջը։ Ես կսպասեմ ձեր մեկնաբանություններին եւ լայքերին։ Առայժմ